Մայստրո Լորիս Ճգնավորյանին Գյումրիի արվեստների ակադեմիայում դիմավորում են որպես տանտիրոջ, մարդու, ով ամենահարազատն է կրթական այս հաստատության համար, ում ջանքերով ու մտահղացմամբ քաղաքն ունեցավ արվեստագետներ կրթելու հաստատություն։ Լորիս Ճգնավորյանը արվեստների ակադեմիայի ուսանողների ու դասախոսների ծափերի ներքո մտնում է շենք, հասնում դահլիճ։ Հուզմունքը թաքցնել չի ստացվում, երբ դիրիժորին առաջարկում են կամերային նվագախմբի հետ համատեղ կատարել նոստալգիան։ Կարծես, որ սերը առանց արցունքի չի լինում։ Սերը պահանջում է արցունք։ Սերը պահանջում է արցունք, նվիրում։ Դուք իսոք Գյումրին օրորոցն է հայ մշակույթի։ Այս հողը հայ մշակույթի օրորոցն է։ Այս հողի մեջ ծնվել են ինչ մեծամեծ կոմպոզիտորներ, մեծամեծ դերասաններ, մեծամեծ մարդիկ, եւ ես ամենափոքրն եմ ամենից։ Եվ կյանքը պետք է սովորել գյումրեցիներից։ Հիշողությունները թարմանում են բոլոր նրանց մոտ, որոնք 1991-ին են տեսել Ճգնավորյանի ուխտագնացության արձագանքը։ Երևանից մինչև Գյումրի քայլեց ոտքով, նրան ամբողջ ճանապարհին դիմավորում էին, ուղեկցում հարակից բնակավայրերի բնակիչները։ Մայստրոն ասում է, ուժ էր տալիս մարդկանց մեծ սերն ու օգնելու պատրաստակամությունը, որ աղետյալ քաղաքը մշակույթի օջախ ունենար։ Այդ ամբողջ քայլերը, որ եկա ինչքան տևեց, 7 օր, 8 օր տևեց, մինչև քայլեցի հասա այստեղ։ Այս գյուղերից բարերից հասա, բայց փակտիրոջ չհարպեցի այնքան, որ խմիշք էին դրել ճանապարհին։ Հայ ժողովուրդը ամեն տարածքներից եկան եւ փող հավաքեցին, փող տվեց։ Ես որ կարծում եմ պետք է տամ մարդկանց տուրերը ծեծեմ, մարդիկ եկան իրանք իմ տուրը ծեծեցին։ Ես ոչ մեկի տուրը չեմ ծեծել։ Մարդիկ եկան տուրը ծեծեցին եւ վերջապես է սարկվեց, 7 տարի տևեց։ Նա արդեն պատմության մեջ է, նա արդեն կերտել է, նա տվել է այն, ինչ մեզ այսօր ուրախացնում է, այն, ինչ մեր մշակույթին այսօր վեր է բարձրացնում, դարձնում է պրոֆեսիոնալ երաժիշտների դաշնոց այս օջախը։ Երաժիշտների, նկարիչների ու թատերարվեստի ներկայացուցիչների դարբնոց արվեստների ակադեմիայի շենքի կառուցման պատմությունը դարձել է Գյումրիի հանդեպ ունեցած սիրո ու համախմբման խորհրդանիշ։ Իր դերակատարությունն այս ամենի մեջ Լորիս Ճգնավորյանը համեստորեն փոքր է համարում։ Նշում է, ինքը միայն նախաձեռնեց, իսկ ավարտի հաջողության դափնիները միայն իրենը չեն։ Սերը օգնեց ժողովրդի։ Ես ինքս մի հատ գործիք էի, ոչ որ այս ջութակը, որ նվագում են գործիք են, ես մի հատ գործիք եմ եղել։ Ուրիշ բան չէ։ Հիմա ճիշտ է, մարդիկ շատ իրանց մեծարում են պայմանանում, բայց իրականության մեջ ես ոչ մի առավելություն այն ջութակից չեմ ունեցել։ Ես գործիք եմ եղել, նվագել եմ վրա։ Հիմա ով է նվագել վրա, ասված եւ ժողովրդի սերը ինձ նվագել են տվել։ Ուխտագնացությունից 34 տարի անց Լորիս Ճգնավորյանը տեղի ունեցած համերգում ստանձնեց Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարումը։ Դիրիժորի հետ նույն բեմում հանդես եկան երաժիշտներ, որոնք կրթություն են ստացել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում։ Ամեն անգամ, երբ անցել եմ արվեստների ակադեմիայի կողքով, ծնողներս, ընկերներս, ավագ բարեկամներս վերհիշել են այդ պատմությունը։ Առանցքում եւ ահերսելով այն, որ այստեղից է սկսվել Գյումրիի հոգևոր վերածնունդը, եւ կարծում եմ համաձայն եք, որ դա իրապես այդպես է։ Վիեննայում, Միացյալ Նահանգներում ու Իրանում համատեղության բնակվող դիրիժորը նշում է, հայն ամուր է իր հողի վրա ու իր մշակույթով։ Լորիս Ճգնավորյանը որոշել է այլևս բնակություն հաստատել հայրենիքում, մասնավորապես մտքեր ունի տեղափոխվել Գյումրի, որտեղ նա հարազատ է ու միշտ սպասված։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։